Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել Հայաստանի ներքին եւ քաղաքական հիմնարար հարցերին վերաբերող օրակարգային խնդիրներ։ Այսօր այս ձևաչափով զրուցելու ենք մեր կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանի հետ։ Բարև ձեզ։ Ռուբեն, մենք աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխությունների ականատես ենք եւ զարգացումների ականատես ենք առանց չափազանցության պատմական շրջադարձերի եւ որը դեռ ընթացքի մեջ եւ մենք չգիտենք սա դեռ ինչ զարգացում պիտի ունենա, ինչպիսի հետևանքներ պիտի ունենա։ Բոլոր ուղղություններով մենք ունենք ըստ էության բեկումնային փոփոխություններ եւ ըստ էության այնինչ նախորդին տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում, Շարմ էլ-Շեյխում, օգոստոսի 8-2 էր հենց արաբական աշխարհի Մերձավոր Արևելքի համար եւ Իսրայելի ու Պաղեստինի համար։ Եվ իհարկե հույս ունեմ, որ Համասը ստանձնած պարտավորությունները քայլ առ քայլ կիրագործի եւ այն տեքստը, որ հրապարակվել է Սպիտակ տան կողմից եւ որը ստորագրվել է, այո, ստորագրվել է Քաթարի, Թուրքիայի, Եգիպտոսի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների կողմից իրապես կենսագործվելու ուրեմն ներուժ ունի։ Եվ շրջանակ է տալիս, թե ինչպես պետք է ուղղորդվեն հետագա process-ները։ Այո։ Շատ հետաքրքիր է ընդհանրապես թե ինչպիսի ինտենսիվությամբ եւ արագությամբ են նաեւ զարգանում իրադարձությունները։ Ես ուզում եմ, որ մենք առավել լայն համատեքստից գանք պրոյեկտվենք մեր ռեգիոն, մեր հակամարտությանը անդրադառնանք, որովհետեւ նաեւ կարեւոր նորություններ ունենք մեզ վերաբերող եւ նաեւ զարմացնող այն արագության եւ այն որակի կապակցությամբ, որ ամերիկացիներն են հանդես բերում մեր տարածաշրջանում, մասնավորապես ձեռք բերված համաձայնությունների տեսքով։ Խնդրեմ, կուզեմ, որ զրուցենք ընդհանուր գնահատականներ տանք իրար հետ տեղի ունեցածին, դրա լայն համատեքստին եւ փորձենք դա առավել ուրեմն կոնկրետացնել, ֆոկուսի բերել մեր տարածաշրջան։ Ինչու է կարևոր Մերձավոր Արևելքում այս հակամարտության կարգավորումը գլոբալ իմաստով։ Ըստ էության երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչ այս օրը դա, այսպես ասենք, կոնֆլիկտների մայր կոնֆլիկտն է։ Միջազգային հարաբերություններում, այո, եւ հենց այս կոնֆլիկտի վրա են շատ նիզակներ կոտրվել, ոչ այնքան երջանկահիշատակ սովետներ այս ամենում շատ մեծ դեր եւ ձեռքերը տաքացնում, որովհետեւ բավական էր այստեղ մեկ կրակոց եւ նավթային շուկան շուռ էր գալիս, որը նպաստում էր խորհրդային միության, այո, արտարժույթի ներհոսքի չափերին, մանավանդ 70-ականներից սկսած, այն Դատաստանի օրվա պատերազմ եւ այլն, այդ ամենը կար Նասերին, այսպես սա տարելը դա, իսկ հետո արդեն Ղրիմում տերորիստներ, Արաֆաթի տերորիստներին պատրաստելը եւ այլն։ Հիմա Թրամփը այս ամենը կարգավորելով ասում է հետեւյալը, որ 3000 ամյա այս պատերազմների դարաշրջանը այս տարածաշրջանում ես եկել եմ վերջացնելու։ Որովհետև այդտեղ ով ասեք, որ չի եկել, ընդել մոնղոլներ, Բյուզանդիա, բայց շատ բոլոր տեսեք եւ ամբիցիոզ, որտեղ իրականում մտածել, որ Համասի եւ Իսրայելի միջև ստորագրվի մի փաստաթուղթ ու դրանով 3000-ամյա հակամարտություններին վերջ կտրվի, ոչ շահերի մի ամբողջ կծիկ է եւ մի ամբողջ հանգույց, որտեղ ոչ միայն տարածաշրջանի երկրներն են շահեր հետապնդում, նաև արտատարածաշրջանային ահռելի շահեր կան, Մեծ Բրիտանիա, եվրոպական հրավիրյալների ցուցակները, ովքեր էին այնտեղ կանգնած թիկունքին։ Այո, բայց ինչն է այստեղ կարևոր,
որովհետև կա արդեն ֆունդամենտալ փոփոխություն արաբական վերնախավերի մոտ։ Այո, բոլորը միտված են Իսրայելի հետ վերջացնել այս կոնֆլիկտային դարաշրջանը։ Ինչու՞։ Ի վերջո նաև այս պետությունները դադարել է կոնֆլիկտը, ստեղծվել են կոնֆլիկտի վրա։ Իհարկե։ Եվ շատերը այլևս ի վիճակի չեն նույնիսկ ապրել առանց այդ կոնֆլիկտների։ Եվ շատ դժվար է լինելու իդեպ առաջիկայում ուրեմն շատ պետությունների համար ոչ կոնֆլիկտային պայմաններում ապրել, ինչպես նաև մեզ համար է դժվար ընդհանրապես խաղաղության մասին խոսել։ Դե Ադրբեջանի համար դա լրջագույն մարտահրավեր է, որովհետև Ալիևի ռեժիմը ըստ էության գոյություն ունի կոնֆլիկտի վրա։ Ձևավորվել է կոնֆլիկտով եւ ձևավորվել է որպես կոնֆլիկտածին։ Եվ խաղաղությունը կարող է արժանալ իր իշխանությունը։ Այո, բայց գանք մերձավոր արևելք։ Գանք։ Հիմա այդ դեկլարացիան, որը դուք մեջ բերեցիք եւ ստորագրել է Թրամփը, Ալ-Սիսին, ուրեմն Կաթարի էմիրը եւ Էրդողանը, այնտեղ մի շատ կարևոր թեզ կա, որ այս շրջանը սրբազան է եւ քրիստոնեության, եւ հուդայականության, եւ իսլամի համար։ Եվ այստեղ պետք է լինի խաղաղություն, դա ոնց որ կարևոր մոտիվներից մեկն է։ Այս առումով այդ տեղեկատվությունը, որ նաեւ Հայաստանը եւ Վրաստանը ոնց որ Վիտկոֆներ մարտին առաջարկում, որ ներառվեն Աբրահամյան համաձայնությունների այդ շարքում, նոր իմաստ է սկսում ձեռք բերել։ Այսինքն սա մի տարածաշրջան է, որտեղ կրոնները, Աբրահամյան կրոնները պետք է հաշտություն կնքեն։ Դրա համար այլևս ստեղծվել են բոլոր նախադրյալները։ Իսրայելին ըստ էության դե ֆակտո չեն կարող չճանաչել, իսկ դե յուրե ճանաչում են մի շարք արաբական երկրներ, բացի դրանից էլ Իսրայելն արդեն իր առանցքային հարևանների հետ դեռ Քեմփ Դեվիդից սկսեց մեկ առ մեկ հաշտություններ կնքել, իսկ ում հետ էլ դեռ չի կնքել, շատ մոտ է դրան, եթե լուծվի Գազայի հարցը։ Աբրահամյան համաձայնությունները սկսեցին Թրամփի առաջին պաշտոնավարման շրջանում, մենք Ջարեդ Քուշների բեկումնային փոփոխություններ, երբ Սաուդյան Արաբիան հատկապես հանձնառություն ստանձնեց դրա առաջամարտիկը լինել։ Եվ հոկտեմբերի 7-ը իդեպ ուղղված էր, որ դա տեղի չունենա։ 5 պակաս վիճակում էր։ Համասը այդ ժամանակ պայթեցրեց իրավիճակը, իսկ մնացածն էլ չէին կարող ուղղակի Խոսքը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի մասին է, երբ ըստ էության նույնիսկ մենք աչքի առաջ տեսանք, թե օրերի ընթացքում ինչպես է փլուզվում միֆը իսրայելական, այսպես ասած, կուռ անվտանգային համակարգի, որը շատ արագ ի վիճակի եղավ իդեպ վերականգնվել եւ պատասխան հարված հասցնել, դա միայն հարված չէր, դա տևական նաեւ ցասպան այսպես գործողությունների շարք է տարբեր երկրների 76000 պաղեստինցիա զոհվել։ Այո։ Գալով հիմա տեսեք մենք Համասի իրավիճակ ունենք, մենք Հեզբոլայի իրավիճակ ունենք եւ Իրանի իրավիճակ ունենք։ Ես ուզում եմ որ մենք տեսնենք թե ինչ է հնարավոր առաջիկայում որ տեղի ունենա, ինչ կարող է տեղի ունենալ Համասի հետ, Հեզբոլայի հետ, որտեղ Հեզբոլահը հրաժարվում է զինաթափվել, Համասը պիտի զինաթափվի ըստ այս պայմանավորվածությունների եւ ամենակարևորը Իրանը ինչ է շահում եւ արդյոք համաձայն է տեղի ունեցածի հետ։ Իրանը մենք գիտենք որ հրավիրված է եղել Շարմ էլ-Շեյխ։ Այո։ Իրանը հասցրել է շատ դիվանագիտական արձագանքներ ուրեմն տարածել եւ կուզեմ որ մենք այսպես կամաց մոտենանք մեր տարածաշրջանին, հատկապես նկատի ունենալով որ այս բոլորը նաեւ կարծես արագացրեց 12-օրյա պատերազմը Իրանա-իսրայելական։ Առանց այդ պատերազմի գուցե այս արագությամբ հնարավոր չլիներ Շարմ էլ-Շեյխում խաղաղության գագաթնաժողով հրավիրել։ Ուրեմն եւ Համասի զինաթափման եւ Հեզբոլայի հետ սպասվող գործողությունները, որոնք մինչեւ տարեվերջ պիտի ավարտվեն։ Իրանը ուղիղ փոխկապակցված է եւ այս զարգացումները
ուղղակի կապված են Իրանի հետ։ Ես կուզեմ, որ այս եռանկյունը քննարկենք իրար հետ եւ սրա հնարավոր ազդեցության ընդլայնված այսպես նշանակությունը մեր տարածաշրջանի վրա, որտեղ այնինչ Իրանի հետ տեղի ունենում չի կարող ուղիղ ազդեցություն չունենալ նաեւ Կովկասի վրա եւ կովկասյան զարգացումների վրա։ Նախ Իսրայելը Պուտինի միջոցով փոխանցել է Իրանին, որ ինքը մտադիր չէ երկրորդ պատերազմ ունենալ Իրանի հետ։ Եվ ուղղակի ակնկալում է համանման վերաբերմունք Իրանի կողմից։ Ըստ էության Իրանում այնպես չէ, որ ձգտում են երկրորդ պատերազմի Իսրայելի հետ։ Իհարկե այն գաղափարախոսությամբ, ավանդական այս իսլամական հեղափոխության համար այդ գաղափարախոսությամբ ներծծված ճառերում ինչ որ իներցիան մնացել է, բայց պաշտոնական Թեհրանը այո միտված չէ երկրորդ պատերազմի, որովհետև հասկանում ենք, որ նաև Թեհրանն է Իսրայելի դեմ հիմնական թշնամական այդ քաղաքականության վրա գոյությունը շարունակում պահպանել եւ այս ռեժիմի ընդհանրապես գոյությունը նաեւ այդ տրամաբանության վրա է, այդ փիլիսոփայության վրա է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ։ Փաստորեն հիշենք 79 թիվ, չէ՞, եղել էր այդ դատաստանի օրվա պատերազմը 73 թվականի, որը ըստ էության ոչ ոքի ավարտվեց, բայց կատաստրոֆիկ էր կորուստների առումով։ Ֆիլմ կա Գոլդա Մեիրի մասին եւ այո Գոլդա Մեիրը դուրս եկավ մեծ քաղաքականությունից, որովհետեւ հոկտեմբերի 7-ի նման, ընդ որում հոկտեմբերի 7-ին սկսվեց այդ դատաստանի օրվա պատերազմը։ Ոչ պատահականորեն կրկնելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձությունը։ 78-ին եղավ Քեմփ Դեվիդը։ Եվ իրանական հեղափոխությունը ըստ էության հեղափոխություն էր, որի գաղափարախոսությունն էր մերժել Քեմփ Դեվիդի փիլիսոփայությունը։ Ահա այդ ուրեմն հակասության մեջ էլ հենց այդ պառակտումը եղավ իսլամական աշխարհում, հա, արմատականացում մի կողմից, իսկ Իսրայելի հետ այսպես դիվանագիտական, քաղաքական դիվանագիտական ճանապարհով Իսրայելի ճանաչման միջոցով գնալ նաև նրան, որ Իսրայելն էլ ճանաչի Պաղեստինի իրավունքները եւ ըստ էության են 48 թվի համաշխարհային կոնսենսուսը, որ ձևավորվեց երկպետական լուծման վրա, դառնա իրականություն։ Երկու պետություն։ Այո, բայց այս արմատականացումը ըստ էության սենց հերթով գալիս էր վիժեցնելու արմատականություն եւ մաքսիմալիզմ։ Այո, այսինքն այս շատ կարեւոր է, մենք սրա մասին խոսելիս հավանաբար նաեւ կպրոյեկտենք հարցը։ Այո, մենք ոնց մեր մաքսիմալիստական։ Այո, երբ որ դու մտածում ես ոչ թե այն մասին, որ լինի քեզ լավ, այլ մտածում ես ոնց է լինի, որ դիմացինին լինի վատ, իսկ բոլորին էլ ոնց ուզում եք դրա հետ ապրեք։ Ու դրա հետևանքով մեզ վատ կլինի թե ոչ, որևէ մեկը, այո, նույնիսկ հոգ չի անում։ Այո, պետք է տոկալ, պետք է դիմանալ, սա դարավոր եւ ընդհանրապես իմաստը տեսնել մշտական առնահոսության մեջ, մշտական պատերազմների մեջ։ Իդեպ այդ շատ նմանօրինակ հայտարարություններ կան նաեւ Հայաստանում։ Օրինակ հայեղափոխական դաշնակցության առաջնորդներից մեկը ասում է, օրինակ, եթե մենք չենք պատերազմելու, մեր գոյության իմաստը ո՞րն է։ Այո։ Այսինքն նաև փորձում են այդ մերձավոր արևելյան այդ մաքսիմալիստական եւ ծայրահեղական տրամադրությունները ուղիղ բերել մեր երկիր։ Եվ պատահական չի, բերողն էլ իրանահայ դաշնակցական գործիչ է, այսինքն ուղիղ աֆիլիացված այն ռեժիմի հետ, այն մտածողության հետ եւ այն քաղաքական մտքի կրողների հետ, ովքեր այս պահին այսպիսի նաև իրականության առաջ են կանգնած եւ մենք տեսնում ենք, որ առողջին շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ նախորդին։ Մենք տեսանք, որ մեր աչքի առաջ փաստորեն Թրամփը փորձեց Նեթանյահուին բերել Շարմ էլ-Շեյխ եւ նա ընդունեց հրավերը, բայց ասաց կներեք մեզ մոտ տոն է այդ պատճառով չեմ կարող գալ, բայց շատ շնորհակալ եմ։ Միևնույն ժամանակ նա ուղղակի մենք տեսանք նաև Էրդողանը չէր իջնում Շարմ էլ-Շեյխ, մինչև որ չորոշվի Նեթանյահուն մասնակցում է թե ոչ։ Որովհետև այսինքն խաղաղության գագաթնաժողովը մազից էր կախված, եթե Նեթանյահուն որոշեր մասնակցել այդ գագաթնաժողովին, հնարավոր է որ նախ ստորագրողների շրջանակը
ավելի սահմանափակ լիներ, ավելին կարող է ընդհանրապես տեղի չունենալ գագաթնաժողովը։ Եվ շատ առաջնորդների, մուսուլմանական երկրների առաջնորդների նա կդներ բավականին ծանր դիլեմայի առաջ, իր հետ ձեռքսեղմում լինելու է, իր հետ մի կադրում կանգնել լինելու է թե ոչ, դրանով իրենք խնդիրներ ունենային իրենց հասարակությունների հետ։ Դրա համար Նեթանյահուն խոհեմաբար ընդունեց հրավերը, շնորհակալություն հայտնեց, գնահատեց, ողջունեց Շարմ ալ-Շեյխի այդ ոգին, փաստաթղթերը, ամեն ինչը, բայց խոհեմաբար չմասնակցեց այսպես տոնի պատճառաբանությամբ։ Մեծ հաշվով կարող ենք ասել, որ սա Նեթանյահուի քաղաքական վախճանն է, որովհետև ոչ պատահականորեն Թրամփը երեք նաև Քնեսեթում էր եւ ըստ էության դիմում էր այլևս ոչ թե եւ խոսում էր ոչ թե Նեթանյահուի հետ, այլ Իսրայելի ժողովրդի հետ։ Դա միանշանակ է։ Ու սա է հիմնարար հարցը։ Դիմեց նաև օպոզիցիայի առաջնորդին։ Այսինքն հնարավոր է, որ այս համաձայնությունները էապես անդրադառնան նաև Իսրայելի ապագա քաղաքական կյանքի վրա։ Եվ Միացյալ Նահանգները պատրաստ է նաև զարգացման այդպիսի սցենարների։ Նա նաև ակնարկեց հետևյալին, որ սիգարներ եւ ինչ-որ խմիչքներ, հա, այդ Նեթանյահուի հետ կապված կոռուպցիոն գործեր կան, որ նա պաշտոնում է չարաշահել, նվերներ, սահմանաչափից բարձր քանակներով, բանով, եւ ասաց, որ հիմա քանի որ պատերազմն արդեն խաղաղություն է, դուք իրար նկատմամբ ավելի բարի կգտնվեք, դե այդ կոռուպցիոն հարցով էլ նախագահին էլ հերցոգին էլ դիմելով ասաց, դե դուք էլ նախագահ եք, կարող եք ամնիստիա անել։ Այսինքն այո, այստեղ Նեթանյահուն ունի այդ կոռուպցիոն հարցերով դատական խնդիրներ, բայց այդտեղ չեք տեսնում, որ Միացյալ Նահանգները արդեն որորդ անգամ Նեթանյահուին այդպիսի դատական հարցերից փրկելով, նաև միջազգային քրեական դատարանի հիմնական կոնֆլիկտի մեջ մտան հենց դատավորների նկատմամբ ուղիղ առնչվում էին Նեթանյահուի հետ սկսված վարույթներին, կոմպրոմատներ եղան դատավորներին, այո, եւ սա նշանակում է, որ կարող է ինչ որ կերպ նաև գործարք լինի։ Նեթանյահուն թողնում է, այո, պաշտոնը եւ բոլոր քաղաքական հավակնությունները, դրա դիմաց նրան ուրեմն ինդուլգենցիա է տրվում եւ ուրեմն ներում։ Գալով Իրանին, ինչ է սպասվում Իրանին։ Իրանը թույլ է տալու, որ իր ազդեցությունը Լիբանանում եւ Պաղեստինում զրոյանա։ Ըստ էության Իրանի ազդեցությունը Պաղեստինում այնպես չէ, որ ուղղակի անվերապահ է, որովհետև Համասը դա եղբայր մուսուլմանների գաղափարախոսությամբ առաջնորդվող կազմակերպություն է նաև, հա, իր գաղափարախոսությամբ, Քաթարից եւ Թուրքիայից այդտեղ Քաթարն է, այդտեղ Թուրքիան է, բայց Իրանը հետո նոր գալիս է դրանից հետո։ Այդքանով է ազդեցությունը։ Մանավանդ այնտեղ կա Միացյալ Նահանգների դերը եւ երկրորդն էլ Գազան 80%-ը այլևս ավերակ է, շինարարական աղբ։ Այսինքն նույնիսկ այդ ավերակը, դե ավերակել կա ավերակել, էլի, հա, այդտեղ ուղղակի շինարարական աղբի է վերածված տարածքը։ Համասը հիմա կանգնած է կամ ոչնչանալու, կամ տրանսֆորմացիայի ենթարկվելու, քաղաքական տրանսֆորմացիայի ենթարկվելու դիլեմայի առաջ, ոնց կլուծի այս պահին բարդ է ասել։ Իրանի հետ կապված, Իրանը այո ռեսուրս չունի այլևս։ Իրանը նախ եւ առաջ այդ լոգիստիկան է խզված, այնտեղ չի կարող հասնել։ Հութիները մարգինալիզացված են, որ դեռ պահպանում են իրանական ազդեցությունը, բայց նրանք այլևս դեր չեն կատարում։ Հեզբոլահը Հեզբոլահը նույնը մարգինալ ազդեցություն է այնտեղ, որովհետև ի վերջո արաբները, սա շատ կարևոր է։
շիա լինելը կարևոր է, բայց արաբը ոչ պակաս կարևոր է։ Մեկ, երկրորդը լրջագույն քաղաքական խմորումներ են եւ նրանք ովքեր ընդհանրապես ջատագովում են Հեզբոլլահի զինաթափումը, քաղաքական ուղղակի մահվան են իրենց դատապարտում։ Բայց մյուս կողմից էլ ժամանակ ուժային ներգործություն կարող է լինել։ Դե հիմա Միացյալ Նահանգները ասում է, որ մենք պատրաստ ենք օրինակ օգնել Լիբանանի բանակին, բայց չենք կարող օգնել Լիբանանի բանակին հարձակվելու Իսրայելի վրա։ Ոչ, այսինքն այստեղ նաև լրջագույն խնդիրներ կան։ Սահման է դրվում, Հեզբոլլահը նույնպես ըստ էության տրանսֆորմացիայի առաջ է կանգնած։ Ի վերջո դա նաև քաղաքական կազմակերպություն է եւ ներկայացնում է Լիբանանի շիա համայնքին եւ ըստ Լիբանանի սահմանադրության, եթե չեմ սխալվում, պարլամենտի ղեկավարը պետք է լինի շիա եւ նա Հեզբոլլահի անդամ է։ Բայց այնպես չէ, որ նրանք Իրանին ընդունում են անվերապահորեն։ Նրանք ունեն ներ-լիբանանյան շահեր եւ ենթադրում են, որ դիվանագետները ուղղակի ջանքեր կգործադրեն, որ Լիբանանի ներսում Հեզբոլլահը նախ տրանսֆորմացվի եւ այդ զենքը դառնա անիմաստ։ Եվ բացի դրանից կարող է արդյոք նոր քաղաքական ֆիգուրներ, նոր քաղաքական դեմքեր իհարկե սերնդափոխություն առաջ բերելու, օրինակ Հարիրիի որդին որոշի վերադառնալ նորից քաղաքականություն կամ կոնկրետ Հարիրիի որդու հետ կապված բարդ է ասել, բայց որ նոր սերնդի քաղաքական գործիչներ, նոր գաղափարներով արդեն ներկայիս ստատուս քվոյից բխող գաղափարներով, հա, ներկայիս իրողություններից, այս տեխնոլոգիական անցման պահանջներից եւ այստեղ կարող է Սաուդյան Արաբիան մեծ ազդեցություն ունի, կարևոր դերակատարություն ծոցի միապետությունները։ Կարևոր հարց ունեմ, ուզում եմ այդտեղ խոսենք։ Շարմ էլ Շեյխում բացակայում էին Չինաստանն ու Ռուսաստանը։ Բնական է։ Այնտեղ չկար նաև Իրանը։ Մենք հասկանում ենք, որ ըստ էության գլոբալ այս մասշտաբի խաղաղության գործընթացից ուղղակի դուրս են մնում կարևոր դերակատարներ համաշխարհային։ Հիմա դա չի ստեղծում օրինակ նոր խնդիրներ։ Իրանը չի կարող օրինակ միջնորդավորված դառնալ Չինաստանի եւ Ռուսաստանի համար ուրեմն գործիք խափանելու։ Տեսակ տեսականորեն այն որ Պեկինում եւ Մոսկվայում կցանկանան նման դասավորության հասնել, ես շատ դժվար կլինի որ բացառեմ։ Այո, նրանք դժգոհ են այս ամենից եւ դժգոհ կլինեն, բայց այնպես չէ որ Իրանում այսօրվա քաղաքական ռեժիմը նախ իր կենսունակության խնդիրն է լուծում եւ դա իր կենսունակությունը չի ավելացնում։ Բայց իր կենսունակությունը կապված է նաև այն համաձայնությունների հետ, որ կայացվեցին Շարմ էլ Շեյխում առանց Իրան։ Բայց հրավիրել էին իրեն։ Հասկացանք, բայց նույն իրենց հասարակությունները պետք է հասցնեն նաև յուրացնեն այս փոփոխությունները, այնպես ինչպես մենք հիմա խոսում էինք Ադրբեջանի պարագային։ Հիմա ունենք իրավիճակ, երբ եթե այդ կոնֆլիկտը այսպես շրջադարձային համաձայնության արդյունքում լուծում է գտնում աշխարհի ուշադրության կենտրոնը դառնում է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Իդեպ այս հակամարտությունը փրկություն էր Պուտինի համար։ Փրկություն էր Պուտինի համար, որպեսզի Միացյալ Նահանգները իր ուշադրությունը կարողանա եւ ռեսուրսը տրոհել եւ կիսել Իսրայելի հակամարտության վրա։ Նաև քաղաքական օրակարգերում էին առաջի տեղը հատկացնում։ Այո, սա մայր կոնֆլիկտ։ Այո, սա լուծվում է, ամբողջ ուշադրությունը տեղափոխվում է ուկրաինական հակամարտության վրա եւ դա էապես բարդացնում է հօգուտ Ռուսաստանի որևէ լուծում այս պատերազմում։ Այսինքն շահառու լինելու կարևոր պատճառներից մեկը Ռուսաստանի եւ Չինաստանի համար նաեւ կոնֆլիկտի շարունակականությունը ինչ որ կերպ պահելն էր, որը ըստ էության հնարավոր չեղավ եւ դրա համար եմ նաեւ մտածում, որ Իրանին այսպես ոգևորելու, խրախուսելու այս համաձայնությունները դրդապատճառների մեջ այո խափանելու
այսպես առաքելություն կարող է վերապահվել տրամաբանականը լիովին այս երկրների կողմից Ռուսաստանի եւ Չինաստանի։ Ուրբաթ օրը Զելենսկին եւս մեկ անգամ այցելելու է Սպիտակ տուն։ Եվ կա մեծ ակնկալիքներ, որ այդ Թոմահոուկ տիպի հրթիռների հարցը վերջնականանալու է։ Ըստ էության, որում տրամադրություններն էլ համաձայն ամերիկյան մամուլի այնպիսին են, որ այդ Թոմահոուկները տրվելու են որպես վերջնագիր դնելով Պուտինին դիլեմայի առաջ։ Ուրեմն կամ զինադադար, կամ հրթիռներ։ Գնա որոշ։ Նախորդին այդպիսի հայտարարություն եղավ, ես ուզում եմ նաև Զելենսկու նախորդին արած մեկ այլ հայտարարության մասին խոսել, որ ուղղակի ֆիքսվեց, որ Չինաստանն է ըստ էության այս պատերազմի հիմնական վառելիք մատակարարողը Ռուսաստանին եւ Ռուսաստանի եւ Չինաստանի բացակայությունը այս իմաստով ամբողջությամբ բացատրվում է եւ կարող ենք ասել, որ խաղաղությունը եւ Ռուսաստանը խաղաղությունը եւ Չինաստան, Ռուսաստան, Իրան այս տանդեմը երեք երկրների անհամատեղելի է։ Եվ հիմա հասկանանք Հայաստանն ու Ադրբեջանը ինչ կապ ունեն այս ամեն ինչի հետ եւ ինչու են հրավիրվել այս գագաթնաժողովին։ Եվ առհասարակ տպավորություն ունեմ, որ սա օգոստոսի 8-ի գործընթացի շարունակությունն է ըստ էության, ավելի լայն համատեքստում դիտարկելու այն խաղաղության շուրջ պայմանավորվածությունները, որոնք կայացվել են մեր երկու երկրների հետ, բայց որոնց նպատակը շատ ավելի լայն քաղաքական համատեքստի մեջ տեղավորելն է Հայաստանին եւ Ադրբեջանին, որտեղ սոսկ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա դնել խաղաղության պահպանումը ուղղակի անհնար է։ Դա պիտի ամբողջ միջավայրային շատ ավելի լայն տարածաշրջանային ընդգրկում եւ ծավալ ունենա, որպեսզի այդ խաղաղությունը հնարավոր լինի ուրեմն տևական դարձնել, որտեղ հասկանում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը եւս շատ ավելի մեծ տարածաշրջանային իրողությունների հարց է եւ ավելի մեծ շահեր հետապնդող արտատարածաշրջանային երկրների հարց է եւ մեծ մաթեմատիկական հավասարումի լուծման արդյունք կարող է լինել Հայաստանը, փոքր Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվում են 20 երկրների առաջնորդների շարքում, որոնք պատմականորեն նաեւ ուղիղ եւ անուղղակի ներգրավված են եղել այս հակամարտությանը կամ մաս են այս տարածաշրջանին։ Ֆրանսիան հասկանալիորեն, պատմականորեն այդտեղ է։ Մեծ Բրիտանիան եւս Եվրամիությունը հասկանում ենք, որ ուղիղ տևական ժամանակ Իսրայելի հետ ունի համագործակցության ձևաչափ, մշտապես հետևել է նաեւ Պաղեստինի շուրջ զարգացումներին եւ իր քաշը աշխարհակահաղական թույլ է տալիս ուղիղ դրա մեջ լինել։ Այդտեղ չեմ հասկանում Հայաստանը եւ Ադրբեջանը ինչ են անում եւ մեր ժողովուրդը պիտի սա հասկանա եւ տրամագծորեն պետք է կապը տեսնենք ընդհանրապես մեր շուրջ եւ մեզ հետ տեղի ունեցող գործընթացների եւ դրանում Միացյալ Նահանգների հատկապես ներգրավման եւ մասնակցության։ Վերադառնանք այն դեկլարացիային, որին դուք հողում արեցիք, հա, Սպիտակ տան կողմից հրապարակված, ըստ էության Թրամփը ձևավորում է խաղաղության տիրույթ եւ Հայաստանին, Ադրբեջանին հրավիրելը, դա ըստ էության այդ խաղաղության տիրույթի հյուսիսային սահմանի ֆիքսումներ Թրամփի կողմից։ Ես գոնե այսպես եմ հասկանում։ Սա նաեւ ուղերձ էր Մոսկվային, որ այս երկրների հետ իմ շահերը տևական են, դու խաղից դուրս ես։ Ի վերջո Քեմփ Դեվիդի հաջողությունն ինչով էր պայմանավորված, երբ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը նախ եւ առաջ Նասերի ժամանակներից մնացած սովետական ամբողջ անձնակազմի Եգիպտոսից մոտ 70,000 տարբեր ոլորտներում ասեց հաջողություն։ Բոլորը լքեցին եւ նոր գնաց Քեմփ Դեվիդի։ Չնայած նրան սպանեցին, եղբայր մուսուլմանները սպանեցին, բայց այնուամենայնիվ խաղաղությունը մնաց նույնիսկ իր արյան գնով։ Եղբայր մուսուլմանները սպանեցին
Հա, բայց կոնկրետ եղբայր մուսուլմաններն էին սպանում, ձեռքով ու հանձնարարությամբ եւ ովքեր էին դրա հիմնական շահառուները։ Սա հարցել է։ Եվ դժվար չի հասկանալ, բայց այնքան հիմնավոր էր դրված այդ Քեմփ Դեվիդի գաղափարը, որ Սադաթը մահացավ, եկավ Մուբարաքը եւ շարունակվեց խաղաղությունը։ Մուբարաքին էլ տեսակ հեղափոխություն տեղի ունեցավ, էլի եղբայր մուսուլմաններ կար ժամանակում եղան, հետո նրանց վռնդեց Ալ-Սիսին, բայց խաղաղությունը մնաց անբեկանելի, որովհետև բոլորը հասկանում են դրա արժեքը եւ գինը։ 100 միլիոնանոց Եգիպտոսում այդքան հասունություն կա, այդ ամենը զանազանելու, արժևորելու եւ շարունակելու այդ 78 թվականին դրված հիմքերով շարժվել։ Գալով մեզ, մենք ինչ ենք անում այնտեղ։ Մենք ինչ ենք անում այնտեղ, մենք այնտեղ այսպես եւ այդպես միանշանակ ասել, որ ռուսները այստեղից դուրս են գալիս, մենք չենք կարող, որովհետեւ ռուսները դուրս չեն գալիս։ Օրինակ Հայաստանում ռուսները ունեն շատ որոշակի ներկայացվածություն, ռազմական, քաղաքական, տնտեսական, Ադրբեջանի հետ վերագործարկվում, վերբեռնվում են հարաբերությունները եւ Ադրբեջանն էլ հավանաբար հասկանում է, որ այդպես միանշանակ չի կարող Ռուսաստանին ցտեսություն ասել։ Իսկ Ռուսաստանի որևէ դերակատարում այս գործընթացներում պատկերացնում տեսնում եք, որտեղ Ադրբեջանում էլ նախորդային գիտեք ռազմավարական գործընկերության շուրջ գործընթացներ էին, պայմանավորվածություններ էին, Օվերչուկ եւ այլն, այսինքն ընդամենը օրեր հետո ԱՊՀ-ում այդ քաղցր զրույցների եւ իրար նկատմամբ կոմպլիմենտների փոխանակումներից հետո միանգամից մենք գործնականացում ենք տեսնում հարաբերությունները։ Ըստ էության Ռուսաստանի կոմերցիոն մասնակցությունը մեր տարածաշրջանում ես միանգամայն բնական եմ համարում, որովհետև Ռուսաստանը տարածաշրջանի հարևանն է, բիզնեսը, բայց քաղաքական, աշխարհաքաղաքական ազդեցության կայսերական հավակնությունները Ռուսաստանին ուղղակի չի թույլատրվում։ Հա, բայց այդպես ասում եք, մենք ունենք եվրոպական օրինակը։ Եվրոպան ուղղակի բիզնեսը դուրս դրեց ռուսական ամբողջությամբ, հասկանալով, որ այդ բիզնեսով ինքը ըստ էության սնում է Ռուսաստանի, որովհետև Ռուսաստանի արտաքին ագրեսիվ քաղաքականություն։ Բիզնեսը չի տարանջատվում կայսերական։ Մեր օրինակով ինչպես ենք մենք թույլ տալիս, որ իրենք փաստորեն այստեղ բիզնես անեն առանց քաղաքական հավակնությունների։ Ի վերջո, եթե փող են դնում այստեղ, եթե ենթակառուցվածք են ստեղծում, նաև քաղաքական շահերով են, չէ՞։ Անվար Սադաթը ճիշտ էր։ Ռուսների ոտը պետք է կտրել այստեղից, որպեսզի խաղաղությունը լինի տևական։ Այստեղ գոնե ինձ համար աքսիոմա է։ Եվ քանի ռուսները կան, խաղաղությունը վտանգված։ Այսինքն մենք տնային աշխատանք ունենք անելու։ Իհարկե։ Ուղիղ եւ անմիջական տնային աղբահանության աշխատանք ունենք։ Այսինքն դուք կարծում եք, որ նաեւ սա ինչ որ իմաստով հստակ ուղերձ էր այս հրավերը Շարմ էլ-Շեյխ, Երևանին, Բաքվին, որ դուք այս տիրույթում եք, այնտեղ չկա անելու բան չունեք։ Այն ովքեր չեն եկել, իրենք էլ այստեղ անելու բան չունեն։ Եթե կարևոր է այդ խաղաղությունը եւ եթե դուք հանձնառություն եք վերցրել խաղաղ գոյատևման, ուրեմն դուք այնտեղ պիտի ձեզ տեսնեք, ոչ թե այլ ուղեցրում։ Ալիևի ժեստերից Թրամփի հետ ձեռքսեղման ժամանակ կարելի է այսպես բարձր հավանականությամբ ենթադրություն անել, որ ըստ էության Թրամփը հարցրեց ինչը ոնց են այսպիսի ժեստ արեց, ոնց որ ամեն ինչ լավ է։ Փաշինյանի հետ էլի տենց բավականին սիրալի էր, դա իսկ այն շնորհակալությունը եւս մեկ անգամ, եւս հիշեցրեց մեկ անգամ, որ ինքը Հայաստանի վարչապետն է, Թրամփն էլ ոնց որ տեղը չէր բերում, ասել, yes, really։ Սենց է։ Հիմա
Մեքենաթաթա խեղճ մարդը հասել էր 80 տարեկան մարդուց շատ բան հասել էր եւ ողջավորված այս խաղաղության հաստատման փաստից կարող էր եւ այդպես ես գիտեմ իհարկե օրը 1000-ից ավել մարդ է տեսնում չարախնդում եւ կամարանքով են վերաբերում ես ընդհանրապես այդպես չեմ կարծում բայց հասկանանք տնային աշխատանքի էությունը եւ ամփոփենք տնային աշխատանքի էությունը հետեւյալն է աղբահանություն բառից ամենալայն իմաստով այսինքն այո ռուսներին պետք է դուրս բերել այստեղից ռուսական ազդեցություն ջատագովող տարրերը պետք է դուրս դրվեն հայկական քաղաքականությունից այս ընտրությունները 26 թվականի դրա մասին թե նաեւ օտար երկրյա փորձագետներն են ուղիղ տեքստով ասում այդ թվում նաեւ մեզ շատ ծանոթ այդ թվում նաեւ մեր եթերում հաճախ ես այդպես չեմ կարծում որ 26 թվականը գտնում եմ որ աղբահանության մենք ռեսուրս եւ ժամանակ չունենք ես ավելի շատ կուզեի որ մենք կենտրոնանանք մեր աշխատանքի վրա օրինակ գիտեմ որ պետդեպարտամենտում պատկերացնում եք այնտեղ գոյություն ուներ մի պահ Հայաստանի բաժին փոքր դեսք ավելի հետո այդ բաժինն էլ վերացավ դարձավ հարավկովկասյան բաժին Հիմա ոչ միայն Հայաստանն է վերադարձել որպես առանձին մեծ գրասենյակ Հայաստանի վերաբերյալ ահռելի դեպարտամենտ է աշխատում պետքարտուղարությունում եւ երկու ուղղությամբ մեկը MOU-ները հռչակագրերը ուրեմն որոնք վերաբերում են հուշագրերը այդ ոլորտային էներգակիրներին եւ ինֆրաստրուկտուրան եւ խաղաղության խաչմերուկին ընդհանրապես ճանապարհների ապաշրջափակում եւ հակամարտության կարգավորում եւ առանձին մի բաժին գործում է թրիպի համար որը ոչ մի կապ չունի այս մյուս բաժնի հետ այստեղ իրենք լրիվ սեպարատ ուրեմն գործում են բավական հագեցած օրակարգով զարմանալի արագությամբ իրենք խնդիր ունեն 6 ամսվա ընթացքում օգոստոսի 8-ից սկսած հիմնարկեքի արարողությունը սա առաջին անգամ եմ բարձրաձայնում սա կարևոր նաև արձանագրում է որ ուզում եմ անել եւ կարծում եմ եթե Հայաստանը առնվազն համաչափ եւ այսպես համարժեք քայլերով պատասխանի Միացյալ Նահանգների այս արագությանն ու որակին աշխատանքների աղբահանությունը ինքնաբերաբար տեղի կունենա որտեղ այս ծավալներով Միացյալ Նահանգների ներկայություն բերել մեր տարածաշրջան այդ աղբը ուղղակի չի դիմանա ինքը կսկսի այո նահանջել էլի հիշենք Անվար Սադաթին երբ որ Անվար Սադաթը ռուսներին դուրս դրեց Եգիպտոսից ուղղակի ասեց հաջողություն կոնֆլիկտ է Ռուսաստանի եւ Եգիպտոս Սովետի եւ Եգիպտոսի հիմա Սիրիայից որ իրենք դուրս եկան ամենևին հիմա այո իրենք պիտի համակեցության ինչ որ ձևեր գտնեն հասկանալիորեն այսինքն մենք հասկանում ենք նաև որ այն ծավալով եւ այն չափով ներկայություն կունենա որը ի վիճակի կլինի երկիրը իր ունեցած նոր արտաքին քաղաքական ուղենիշների այս ծավալի եւ պայմանների կոնկրետ ամբողջական այս պատկերի մեջ, նկարի մեջ տեղավորել օրինակ ռուսական ներկայություն, որը կարող է ունենալ օրինակ ինչ որ սահմանափակ տնտեսական տեսք կարող է ունենալ, չգիտեմ, որտեղ ի վերջո մենք հասկանում ենք, որ մեր ամբողջ շուկան տնտեսական կապված է Ռուսաստանի հետ եւ ժամանակ կուզի որպեսի Հայաստանը այո իր ստանդարտները համապատասխանեցնի առնվազն մերձավոր արևելքի շուկային իսկ ավելի միջնաժամկետ հեռանկարում նաեւ եվրոպական իհարկե մեր հիմնական նպատակն է եւ այստեղ այո ես շատ պիտի ուզեի որպես տնային աշխատանք մենք կարողանայինք ամերիկացիների արագությանը հասնել եւ ամերիկացիների հետ խոսակցության համարժեք կոմպետենցիա կարողանայինք ձեռք բերել ես տեսնում եմ որ զարգացումները շատ արագ կարող են տեղի ունենալ եւ մենք ուղղակի արագության պատճառով չհասցնենք
նյութը ամբողջությամբ մարսել եւ որոշումներ կայացնել ոտքի վրա, որոնք կարող է ուրեմն նաև ապագայում մեծ համար խնդիրներ ստեղծել։ Ես շատ պիտի ուզեի, որ կոնսորցիումը շատ առաջիկա շաբաթներին կհայտարարվի դրա մասին, իդեպ ասեմ, որ պետքարտուղարությունը մեծ պահին արդեն աշխատում են, Երևանը ինտենսիվ դրա հետ նաև կարծես համաձայնությունները կարողանում է կայացնել եւ դա շատ լավ է, այսինքն մենք կունենանք իրավական շրջանակը հարաբերությունների, որը ամբողջությամբ կնկարագրի թե ամերիկացիները ինչ ներգրավվածություն ունենալու TRIP-ի մեջ անվտանգության ապահովման, սահմանների անցանելիության եւ ամբողջ գործընթացների հետ կապված, բայց այստեղ շատ կարեւոր է հասկանալ մենք արդեն որերորդ ամերիկյան պատվիրակությունն է գալիս կոնկրետ մասնագիտական մերոնց տրեյնինգներ անելու եւ ամենակարևորը մեր կարիքները գնահատելու ըստ էության մենք ունենք զրոյական մակարդակ եւ ամերիկացիները զրոյից պիտի այստեղ ներդնեն տեխնոլոգիական կահավորանք պրոբլեմների գույքագրում են դեռ անցկացնում որ հետո դրանց լուծման ժամանակացույց իսկ հետո արդեն գործնական քայլեր ըստ այդ դե իգործ այստեղ ուղղակի մարտավարական հարցեր կան զուգահեռ օրինակ զբաղվել ռուսներին քշելով ռուսների այդ թողած հետք աղբը վերացնել թե օրինակ ամերիկացիների հետ ինտենսիվացնել եւ խորացնել շփումները ու գործնականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները Արդարադատության նախարարությունը առանձնապես մեծ ծանրաբեռնվածություն չունի ամերիկացիների հետ այդ գործերի կարող է զբաղվել օրենսդրության կատարելագործմամբ ներքին գործերի նախարարությունը կարող է զբաղվել քրեազերծման իրենց սուրբ պարտականությամբ քաղաքական մեծամասնությունը ազգային ժողովի այո պետք է առանձնապես ծանրաբեռնված չի եւ կարող է Մոլդովայի փորձը ադապտացնելով Հայաստանի վրա աշխատել ընտրական process-ի զերծման, քրեազերծման վրա եւ այլն եւ այդպես չի ամբողջ երկիրը զբաղված է եւ որտեվ հասկանում եք, չէ, եթե մենք ներսում քաղաքական համախոհություն չունենք, այս ահռելի, ծավալի քաղաքական եւ աշխարհաքաղաքական փոփոխությունների մենք չենք կարող ուղղակի հաջողության հասնել, որտեվ նույնիսկ եթե հասարակական աջակցություն կա այս գործընթացների նկատմամբ, իսկ ես հույս ունեմ, որ խաղաղության եւ մեր երկրի բարեկեցության բարգավաճման համար մենք ունենք այդ ձգտումներն ու այդ քաղաքական պատվեր կա հասարակությունից դա գոնե ինձ մեծ համար մարզերում տեսնում ենք որ քաղաքական միջավայրը ամբողջությամբ ապականելու այս տրամադրությունները ապաթիայի եւ հիասթափության ու սահատության վերածելու շատ կոնկրետ ռազմավարություն եւ քաղաքականություն է գնում։ Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս վարում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության ուղղակի թշնամական գործունեություն։ Դե գիտեք, ես կարծում եմ, որ դաշնակցությունը ինքը վարում է շատ կոնկրետ, ընդհանուր մեծ քաղաքական ուրեմն նպատակի ինչ որ մի հատված է իրականացնում, իրենք ունեն առավելություն, Միացյալ Նահանգներում ունեն հայդատի գրասենյակ, դրանով կարողանում են նաև ուրեմն ընդհանուր նպատակի իրենց բաժինը իրականացնել։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք որպես հասարակություն եւ որպես պետություն եւ քաղաքական մեծամասնությունն էլ որպես պատասխանատու քաղաքական հույժ այս իրավիճակին կարողանա համարժեք ուրեմն գնահատել իրավիճակը եւ գործողությունների պլան մշակել, ինչպես թույլ չտալ, որպեսի սաբոտաժի ենթարկվի օրինակ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանին տրված այս կրեդիտը, այս մեծ հնարավորությունների պատուհանը մենք չմսխենք եւ այդ պատուհանի դուռը չփակենք, որտեվ հասկանում ենք, որ մեծ հաշվով մի ամբողջ պալիտրա քաղաքական ուժերի թիրախավորել է հենց այն ինչի մասին մենք խոսում ենք, այն հնարավորության պատուհանը, իրենք ջարդուփշուր են ուզում անել այդ պատուհանը, որ Հայաստանը այդ հնարավորությունից չօգտվի։ Դուք պատկերացնում եք
Թրամփի նույնիսկ արձագանքը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին մի այնպիսի քննադատության առարկա է դարձել, որ ուրեմն սա փոքր պատերազմ էր, հա, ուրեմն սա մեր բանը պատերազմի, մեր զոհերի այս աստիճան փաստորեն նաեւ զոհերին շահարկելով այդ արհավիրքը ուրեմն եւ արհավիրքի ստեղծած իրականությունը եւ այդ իրականությունը հաղթահարելու Հայաստանի ջանքերը այսօր նսեմացնել եւ այս հնարավորության պատուհանը փորձել ջարդուփշուր անել, որպեսզի Հայաստանը խաղաղության երես չտեսնի։ Այդ նշանակում է Հայաստանը ջարդուփշուր անել։ Ուրիշ բան չի նշանակում։ Եվ իրենք որևէ կերպ չեն էլ թաքցնում։ Այո։ Չեն էլ թաքցնում։ Եվ մեծ հաշվով ընտրությունը, որի մասին դուք քիչ առաջ հիշեցիք 2026 թվականի Կամ իրանք ջարդուփշուր են անում Հայաստանը, կամ մենք ենք ջարդուփշուր անել իրենց, ուրիշ մեզ այլ ընտրություն թողնված չէ։ Այս Շարմ էլ Շեյխից միջև Հայաստան մեր դասը սրա մասին է, կամ մենք իրենց, կամ իրենք ջարդուփշուր են անելու այն բոլոր ձեռքբերումները, որ Հայաստանը այս պահին ունի, եւ այն հորիզոնները, որ Հայաստանի համար ստեղծվել են, եւ որոնք հիմնական թիրախ են այս ուժերի եւ այս շրջանակների համար։ Մենք իհարկե առաջիկայում այլ ֆորմատներով եւս զրույցների հնարավորություն կունենանք, հատկապես մարզային այցերի ժամանակ մենք ահռելի նյութ ենք կուտակել, մենք հիմա սկսել ենք մարզերում շարքային մեր քաղաքացիների, համախոհների, մեր աջակիցների հետ հանդիպել եւ դառը իրականության ականատես ենք, մի իրականություն, որը մեզ էկրաններից ցույց չեն տալիս, երբ վարչապետն է այցելում այդ նույն մարզեր եւ այդ նույն բնակավայրեր։ Մենք տեսնում ենք տխուր, անհույս, ապաթիայի, հիասթափության, դեպրեսիայի մատնված հասարակություն, որոնք չգիտեն ինչ անեն խաղաղության հետ։ Եվ այս խոսակցությունը խաղաղությունը լավ է, ինչ ենք անում այդ խաղաղության պայմաններում խաղաղության հետ։ Ասֆալտ հասկացող, հա, դա շատ լավ է։ Ուրիշ Ջաները գնում է Կասպից ծով, չգիտեմ, Նախիջևան, դե հա, այնտեղով էլ Կասպից ծով, մեծ հաշվով, Կորոմո, հողերի կեսը չի մշակվում, մշակացնել չեն կարողանում մարդիկ չգիտեն օրինակ ինչ արտադրել, ինչպես արտադրել, պետությունը ուղղակի գոյություն չունի։ Պետությունը ինչ որ սուբսիդիաներ է տալիս, որոնք որ նպատակային չեն, որոնք անհրաժեշտ տնամերձի տրամաբանության մեջ աշկաչափով։ Այսինքն ոչ մի ռազմավարություն չկա, ոչ մի պլանավորում չկա, ոչ մի քաղաքականություն չկա, ամեն ինչ ոտքի վրա, ձեռքի հետ տրամաբանություն։ Լոսկուտային, հատվածային։ Այսա մեծագույն խնդրեմ է, որ մենք միկրո մակարդակում, եթե այսպես ենք վարում մեր գործերը, ես շատ վախենում եմ մակրո մակարդակում վարվող գործերի ճակատագրի համար, որովհետև ի վերջո բոլոր քաղաքականությունները ներքին են, եւ եթե դու ներսում չես կարողանում համարժեք քաղաքական հասուն, խորքային, մեծ լուծումներ բերել քո հասարակության համար, չես կարող ուրեմն մեծ հնարավորություններին համարժեք կառավարման որակ, հա? Ասում են, չէ, good governance։ Էսա։ Կամ կունենանք, կամ կունենանք պրոբլեմ։ Կունենանք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ այս ձևաչափով շարունակում ենք քննարկել կարևոր հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի ներքին, արտաքին, քաղաքական օրակարգերին, այս ձևաչափը կպահպանենք նաև մյուս ձևաչափերը մեր հաղորդակցության առաջիկայում ձեզ չենք թողնի, որ ձանձրանաք։ Մնացեք բարով։